Ամերիկայի Միացյալ Նահանգների զինուժը նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն թիրախավորվել է ավելի քան 90 օբյեկտ։ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար։ Ամերիկյան կողմի հայտարարության մեջ Իրանի գործողությունները որակվում են չհիմնավորված, վտանգավոր եւ հրադադարի ակնհայտ խախտում։ Նշվում է, որ հարվածների նպատակը եղել է միջազգային ջրային ուղում քաղաքացիական անձնակազմով նավերը թիրախավորելու համար ծանր գին սահմանելը։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Իրանի հարավում մի քանի պայթյունների մասին։ Պայթյուններ են արձանագրվել Քեշմ կղզում, Սիրիկ քաղաքում եւ ռազմավարական նշանակության Բանդար Աբբաս նավահանգստի մոտակայքում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական կարևոր օբյեկտներին։ Իրանական կողմը նաեւ պնդում է, թե խոցել է հարձակմանը միջամտել փորձող ամերիկյան MQ-9 անօդաչու։ Բահրեյնում եւ Քուվեյթում օդային տագնապ է հայտարարվել։ Քուվեյթի զինուժը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում հրթիռային եւ դրոնային հարձակումները։ Իրանի պաշտոնական իրնագործակալությունը հաղորդել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մեկ անդամ։ Ըստ հաղորդման, Մոհամմեդ Ռազա Խազինին վիրավորվել է բեկորային հարվածից եւ մահացել Մահշահր նավահանգստային քաղաքում։ Լարվածության հիմքում Հորմուզի նեղուցի կարգավիճակի շուրջ տարաձայնություններն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրով առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեին նեղուցով, սակայն դեռ պարզ չէ, ինչ ռեժիմ է գործելու այդ ժամկետի ավարտից հետո։ Թեհրանը պնդում է, որ իրավունք ունի վճարներ գանձել նեղուցից օգտվող նավերից։ Վաշինգտոնը եւ Պարսից ծոցի իր գործընկերները մերժում են այդ մոտեցումը, պնդելով, որ Հորմուզով պետք է ապահովվի ազատ եւ անվտանգ նավարկություն։ Լարվածությունը սրվել է նաեւ տնտեսական դաշտում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունները, վերականգնելով պատժամիջոցները, որոնք ժամանակավորապես կասեցվել էին նախորդ ամսվա փոխըմբռնման հուշագրով։ Վաշինգտոնից շեշտում են, պատժամիջոցների մեղմացումը կախված է պարտավորությունների կատարումից։ Թեհրանն իր հերթին Վաշինգտոնին մեղադրում է շրջանակային համաձայնագրի խախտման համար, մատնանշելով իրանական նավթի վաճառքի դեմ սահմանափակումների վերականգնումը։ Հուլիսի 8-ին մինչև Իրանի դեմ կեսգիշերին սկսած հերթական հարձակումները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հայտարարել էր, որ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն իր համար այլևս ուժի մեջ չէ։ Ինձ համար ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք ստախոսներ են։ Նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի վատնում է։ Թրամփը Իրանի իշխանություններին մեղադրել էր ագրեսիվ քաղաքականության եւ բանակցությունները խափանելու համար։ Նրա խոսքով Թեհրանը չի կատարել այն պարտավորությունները, որոնց հիման վրա կողմերը փորձել էին պահպանել հրադադարը։ Նրանք հիվանդ մարդիկ են, նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ, նրանք դաժան եւ բռնի մարդիկ են։ Եթե նրանք միջուկային զենք ունենային, կօգտագործեին այն։ Թրամփը նաեւ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողության տակ վերցնել իրանական Խարկ կղզին, կրկին շրջափակել Հորմուզի նեղուցը եւ նոր հուժկու հարվածներ հասցնել Իրանին, եթե դա անհրաժեշտ համարի։ Հարվածները եղան, իսկ Խարկ կղզին գրավելու եւ Հորմուզի նեղուցը կրկին շրջափակելու մասին հայտարարությունները կարծես մնացել են լոկ հայտարարություններ։ Իրանի խորհրդարանի խոսնակ եւ գլխավոր բանակցող Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Իրանական կողմը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցում իր դերակատարությունը պետք է ճանաչվի։ Շուկաներն արդեն արձագանքել են նոր էսկալացիային։ Թրամփի հայտարարություններից հետո նավթի գները համաշխարհային շուկայում աճել են, իսկ ներդրողները կրկին սկսել են գնահատել հնարավոր ռիսկերը կապված Հորմուզի նեղուցի մատակարարումների եւ գնաճային ճնշումների հետ։ Առայժմ ոչ Վաշինգտոնը, ոչ Թեհրանը պաշտոնապես չեն հայտարարել լայնածավալ պատերազմի վերսկսման մասին, սակայն փոխադարձ հարվածները, պատժամիջոցների վերականգնումը եւ Թրամփի կոշտ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան հրադադարի ապագան կրկին անորոշ է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։